ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդրես Ֆոգ Ռասմուսենը, որը մարտի 18-ից գտնվում է Հայաստանում, եկել է 3 ազդակով։ Այս մասին նա այսօր հայտարարեց Իջևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ապա մանրամասնեց, թե որոնք են դրանք։ Առաջին մեսիջն այն է, որ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում եւ այդ համատեքստում ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը։ Կարծում եմ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այս պայմանագրին։ Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է եւ ես ցանկանում եմ, որ Ադրբեջանը հնարավորինս արագ ստորագրի այս փաստաթուղթը։ Ռասմուսենի երկրորդ ուղերձը կապված էր հայ-եվրոպական կապերի ամրապնդման հետ։ Հայաստանը ըստ նրա ժողովրդավարական ծիլ է, որն աճում է հարևանության շատ բարդ պայմաններում եւ դրա համար Եվրամիությունը պետք է ուժեղացնի օժանդակությունը երկրին ժողովրդավարության ճանապարհին։ Ռասմուսենի երրորդ ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագծին էր վերաբերում։ I support strongly Prime Minister Pashinyan's initiative. Ես շատ ուժեղ օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությանը, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ։ Եթե այդ նախաձեռնությունը իրականացվի, այն կօժանդակի, կսատարի առևտրի եւ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում։ Ահա թե ինչու եմ ուզում, որպեսզի Եվրամիությունը ֆինանսապես օժանդակի ճանապարհների, երկաթուղու եւ նման այլ ենթակառուցվածքների կառուցումը, որովհետեւ կապելով Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա ոչ միայն կօժանդակի խաղաղությանը, այլ նաեւ կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նաև նշեց, որ իրեն մտահոգում է Ադրբեջանի հռետորաբանությունը։ So once again, I urge Azerbaijan to sign this agreement as quickly. Ինչպես ասացի, ես հորդորում եմ Ադրբեջանին, որ այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս շուտ եւ հիշեցնում եմ, որ չլուծված խնդիրները լուծված են հայկական կողմի զիջումներով։ Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հանրության հետ։ Հույս ունեմ միջազգային հանրությունը, Եվրամիության երկրները եւ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա ստորագրելու համաձայնագիրը հնարավորինս արագ։ Ըստ Ռասմուսենի, այսօր Եվրամիությունը բավականին մեծ ու խորը կապեր ունի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում եւ այդ լծակը պետք է արդյունավետ օգտագործի, ստիպելով Ադրբեջանին ընդունել խաղաղության համաձայնագիրը։ Հայկական ժամանակի հարցին, թե Ադրբեջանը Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելության արկայությունը տարբեր կերպ է մեկնաբանում, մեկ բառով ասած, նրանց շպիոններ է որակում։ Արդյոք Ադրբեջանի շահագրգռվածությունն այն է, որ Եվրամիության դիտորդները լքեն Հայաստանը եւ չի խոսում այն մասին, որ այդ երկիրը ոչ թե խաղաղությամբ, այլ պատերազմով է հետաքրքրված, Ռասմուսենը արձագանքեց. I've just visited, as I told you, the EU mission. Հենց այսօր այցելել եմ Հայաստանում գտնվող եվրոպական առաքելությանը, նրանց մոտից եմ գալիս եւ կարող եմ հավաստել, որ նրանք բնավ շպիոններ չեն, բոլորովին, նրանք զինված չեն, չեզոք են, նրանք ընդամենը դիտում են, թե ինչ է կատարվում սահմանի վրա։ Ես տեղյակ եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերից մեկը դա է, որ Ադրբեջանը պահանջում է հեռացնել Եվրամիության դիտորդներին սահմանի երկայնքից, բայց ես համոզված եմ, որ հարցը շատ պրագմատիկ ձևով կարելի է լուծել, եւ ես նաեւ նշեցի, որ Հայաստանի կառավարությունը ըստ էության ընդունել է այդ պահանջը։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ամեն դեպքում երկարացվել է 2 տարով։ Անդրես Ֆոգ Ռասմուսենը նաև նշեց, խաղաղության համաձայնագրից բխում է, որ բոլոր գերիները անմիջապես պետք է ազատ արձակվեն եւ տուն վերադառնան։